Սկսում եմ 5-րդ մասը ու ոնց որ խոստացել էի, խոսալու եմ լեգատոյի նշանի մասին։ Մինչև դրան հասնելը ուզում եմ, որ ձեզ ապացուցեմ, որ իմ ասածները ճշմարտության մեջ են, ես փուչիկի մեջ իմ փչած չեմ թռվռում, չեմ ճախրում, բայց իրականության մեջ եմ խոսում, ու իմ ասած բաներից մեկը այն ա եղել, որ նոտաների ընտրությունը ահա որ կարևոր է։ Այսինքն, եթե մենք այսօր խոսալու ենք իրոք շատ ահա որ բարդ թեմայի մասին, ու մենք ուղղակի դրա երևի 0.01%-ն ենք հասկանալու, որտեվ ինքը խորը թեմա է, բայց նույնիսկ դա հասկանալու համար մեզ պետք է իմանալ, թե կոնկրետ այսօրվա դրությամբ խոսալու ենք Մոցարտի 5-րդ սոնատայի մասին, կոնկրետ Մոցարտը ինչ ա գրել։ Իսկ դրա համար մենք ուղղակի պետք է լինենք հիմար ու հաստատ կկորենք այդ ժամանակ, պետք է լինենք հիմար մարդ, եթե ընտրենք օրինակ նոտաներ, որոնք այս ներքևի նոտաների նման են, այդ 3 հատ նոտաներ եք չէ տեսնում, այդ ներքևի նման, մատները գրած են, ինչ ասես գրած չի, մետրոնոմ, S, N, ու այդ ամեն ինչը մի կողմ, լեգատոյի նշանները, ինչ որ իրանք են արել այս հրատարակչության մեջ, սա Շարմերի հրատարակչությունն է, ուղղակի խայտարակություն է։ Վերևում Baron Writer-ի արտակարգ հրատարակչությունն է, երկուսն էլ իմն են, ու ես ուզում եմ խոստովանություն անեմ, որ ես բոլոր նոտաներն էլ սիրում եմ, պահում եմ, իրանց տեղը ունեն, կոնկրետ այսօրվա դրությամբ ես օգտագործում եմ երկուսն էլ, որ ցույց տամ, որ մեկը խայտարակություն է։ Իսկ մեջտեղինը արդեն կոնկրետ Մոցարտի ձեռագիրն է, թե այս մարդը ինչ ա գրել։ Նենց որ եկեք մի քիչ համեմատություն անենք, որ նորից ոնց որ ասեցի, ապացուցեմ ձեզ, որ ես ձեզ իրականությունն եմ սովորացնում։ Ուրեմն Մոցարտը ինչ ա գրել։ Եկեք նայենք առաջի հերթին իմ նոտաներին։ Իմ նոտաներում, ուրեմն նախատակտում գրված են 2 նոտա, ու այս 2 նոտաները միացված են մի նշանով, չէ՞, այդ մի նշանով, որը որ ընդգծեցի։ Ինչ ա գրել Մոցարտը։ Ոնց որ տեսնում եք, բացարձակ նույն բանն ա գրված, այստեղ, չէ՞։ Ու ինքը առանձնացած է այդ 3-րդ նոտայից, որը գտնվում է առաջի տակտում։ Իսկ ինչ ա գրել այս հրատարակչությունը։ Իրանք միացնում են իրանց կարծիքով, իրանք ավելի խելացի են, այսինքն ճիշտ ասած ես գիտեմ իրանք ինչու են անում, բայց շատ անգամներ, այո, իրանց թվում է թե իրանք ավելի խելացի են, քան թե Մոցարտը։ Պլյուս դրան իրանք մի րոպե սա ջնջեմ, որ ավելի լավ երևա իրանց արածը ստեղ։ Պլյուս դրան իրանք ունեն այստեղ ստակատոյի նշան ու շարունակվում այս ամեն ինչը։ Դրան գումարենք իրանց դրած աբսուրդ ակցենտը, ու էլ չեմ ասում մատները։ Ես մատների հետ այդքան էլ խնդիր չունեմ, ճիշտն ասած, կոնկրետ այստեղ, բայց ուրիշ տեղերում նույնիսկ այդտեղ էլ խնդիր կա, բայց ամեն դեպքում Մոցարտը մատներ չի գրել։ Իմ նոտաների մեջ մատներ տեսնում եք, չէ։ Էլ չեմ ասում, որ Մոցարտի գրած մի քիչ դժվար է այստեղ տեսնալը, բայց Մոցարտի գրած պիանոն, որը գրել է այս մարդը 2 ձեռքի համար էլ նույն բանը, չհասկացա ինչու ասենց իմ հետ վերաբերվում, բայց հա, իրանք դա էլ են կատարելագործում, շակերտների մեջ ասած, գրում են մեծո պիանո աջ ձեռքի համար, պիանո ձախ ձեռքի համար։ Քանի որ ես շատ չեմ հիմա ուզում խորանամ սրա մեջ, բայց իմ ասած այն է, որ մենք նույնիսկ առաջի տակտը չենք վերջացրել, ու ես արդեն ցույց եմ տալի, թե ինչա ստեղ կատարվում, բայց եկեք առաջի 10 տակտը շատ արագ մի հատ զննենք, հա, ու քանի որ ես ձեզ ցույց եմ տալիս այսօր ինչքանով որ հնարավոր է, էլ եմ ասում խորը թեմա է, բայց ինչ է նշանակում լեգատոյի նշանը, գոնե եկեք նայենք իրանց դրած լեգատոներին։ Տեսեք, էլ եմ ասում, եթե դուք այս ներքևի նոտաներից ունենաք կամ սրա նման, ուղղակի կարող եք դա վերցնեք ու գցեք աղբը։
Դա ավելի լավ է, քան թե այդ նոտաներից նվագելը, որովհետև դուք ես չգիտեմ ինչ եք սովորում։ Որովհետև օրինակ նույնիսկ ձախ ձեռքում ինչ ասում մեր լավ հրատարակիչը ստեղ 4 հատ տարբեր ու առանձին լեգատոյի նշաններ, ամեն տակտը ձախ ձեռքի համար, ու մի քիչ հետո խոսալու ենք, թե ինչ է դա նշանակում, բայց ստեղ գրված է խայտառակություն։ Ու այսպես, այս ամեն ինչը շարունակվում առաջ, մի բան էլ եմ ուզում ցույց տամ։ 16-րդ ու ոնց որ հասկացաք Մոցարտը, հեսա սա էլ ցույց տամ, Մոցարտը գրել է այն, ինչ որ վերևում եք տեսնում, հա։ Իսկ ինչ վերաբերվում է 16-րդ այդ արագ նոտաներին, հա, այստեղ Մոցարտը ոչ մի բացարձակ ոչ մի լեգատոյի նշան չի դրել, դա էլ այսօրվա թեմա է, ինչ նշանակում, երբ որ լեգատոյի նշան չկա։ Դա էլ ճակերտների մեջ լեգատոյի նշանի հասկացողության ինչ որ ձև է, նույնիսկ դրա բացակայությունը։ Դա կարևոր է։ Նայում ենք մեր շատ անգամներ ուզում եմ ասեմ ռեդակցիա ռուսերենով էլի։ Նայում ենք մեր հրատարակչությանը կան լեգատո ստեղ նշված նշաններ։ Չկան։ Ինչու՞, որտեղ Մոցարտը չի գրել։ Իսկ ներքևի խելոքները շատ գեղեցիկ ու սիրուն ոչ միայն լեգատոյի նշանն են դրել, մի հատ էլ իրանց մատներն են դրել, որ արդարացներ իրանց ապուշությունը։ Լավ, հիմա ես որ արդեն սկսեմ խոսամ, ու ճիշտն ասած, ես շատ կարող եմ ստեղ խոսամ։ Ես ժամերով, օրերով ու միգուցե նույնիսկ տարիներով կարող եմ խոսամ այս առաջի էջի մասին։ Ու մենք նույնիսկ օվկիանոսի կեսից ներքևը չսուզվենք, որովհետև երաժշտությունը շատ գեղեցիկ է, անմահ է, բայց նաև շատ բարդ է ինքը հասկանալը, շատ խորն է։ Ու ամեն դեպքում ինձ թվում է, որ եթե կոնկրետանենք այս առաջին 10 տակտի վրա այսօր ու մի քիչ գոնե հասկանանք գոնե թե երկու նոտայի վրա դրված լեգատոն ինչ է նշանակում, միգուցե մի քանի ուրիշ տակտից էլ, ես ինձանից շատ գոհ կլինեմ երևի, որը միշտ դժվար է, բայց դրա համար ոնց որ ցույց եմ տալիս, շատ կարևոր է, որ մենք կարդանք այն ինչ որ կոմպոզիտորն է գրել, որտեվ եթե դա չենք անում, ուրեմն մենք հաստատ կորանք, հա։ Այս որ շարժվում ենք առաջ։ Ուրեմն ջնջում եմ ամեն ինչ ու իրար հետ սկսում ենք զննել ու հասկանալ, թե ինչա կատարվում։ Ուրեմն մի բան եմ ուզում ասեմ, մինչև առաջ անցնելը։ Եթե դուք, էլ եմ ասել սա, ձեզ պետք է ինչ-որ մի րոպեանոց, ծաղրածուի ինչ-որ արարքներ, կամ որ դուք ձեզ լավ զգաք, կամ խելոք զգաք, կամ ինչ-որ զվարճանաք, այս վիդեոն չի, ոչ էլ ես եմ դա, ու կյանքում չեմ լինելու, խնդրում եմ, ձեր ժամանակին վրա մի վատնեք, գնացեք ուրիշ բանով զբաղվեք։ Իսկ եթե մնալու եք, շատ ուշադիր պետքա լսեք, եթե պետքա պաուզա տվեք, մի 10-15 վայրկյան հետ գնացեք, նորից լսեք։ Ամեն դեպքում ես ձեզ երեխայի, ոնց որ երեխայի տեղ չեմ դնելու, ձեր ձեռքը չեմ բռնելու, ձեզ տանեմ մանկապարտեզ։ Եթե չեք հասկանում ինչ-որ բաներ, կարող եք YouTube-ի comment-ի այդ section-ը որ կա, տեղ գրեք, եթե ժամանակ ունենամ, ես կարձագանք եմ, կփորձեմ օգնեմ։ Բայց ինչքանով որ հնարավոր է, ես կխոսամ այն ամենատարական էլեմենտար ձևով ու դանդաղ։ Ճիշտ գործը արվում է դանդաղ, ես դա հասկացել եմ։ Ու ճիշտ ասած դա հասկացել եմ կոնկրետ իմ պապայից, իրան նայելուց, երբ որ ինքը աշխատում է, միշտ ինքը դանդաղ է աշխատում ու ինքը միշտ ամեն ինչ ճիշտ է անում։ Հենց որ ես շատ ահավոր դանդաղ եմ բացատրելու այս 10 տակտը, ձեր դուրը գա, թե չգա, ճիշտը է սա։ Ուրեմն շարժում ենք առաջ։ Առաջինը ես սա եմ ասելու, որ լեգատոյի նշանը
միայն չի նշանակում միացում։ Ու միացումը չի նշանակում ֆիզիկապես միացնել նոտաները։ Օրինակ, դաշնամուրի վերաբերյալ միացումը չի նշանակում, օրինակ, եթե 5 նոտա ես նվագեմ իրար հետևից ու բառից բուն իմաստով այսպես միացնեմ իրար, իմ համար այս նոտաները իրար միացրած չեն։ Որովհետև իրանք շնորհիվ sense 5 վայրկյանանոց երաժշտությունը էլի կարելի է մարսել, բայց պատկերացրեք դա շարունակվի ասենք մի 5 րոպե։ Սա ուղղակի ահավոր երաժշտություն կլինի, որովհետև իրանք ոչ մի ձև չունեն, ոչ մի ձևավորում դինամիկայի, հա? Ոչ էլ տեմպի։ Իսկ օրինակ ես կարող եմ միացում ձեզ ցույց տամ, օրինակ ստակատո նոտաներով, նույն նոտաներով։ Ուղղակի ընդհանրապես դինամիկայի, ասենք, շունչ փչելով իրանց մեջ։ Հələ լսեք։ Ու ինադու sense մեծ անդունդներ եմ դնում իրանց մեջ, բայց դա ավելի միասնական է, քան թե սա։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, եթե դուք կարծում եք, որ լեգատո նշանակում է նոտաները միացնել, ես չեմ ասում, որ դա չի նշանակում դա, բայց դա ուղղակի մի մասն է այդ լեգատոյի, հա? Ու ոնց որ հասկացնում եմ, եթե լեգատոն մենակ դա է նշանակում, ուրեմն ես երբ որ ստակատո եմ նվագում, նոտաները իրար միացած չեն։ Դա ուղղակի աբսուրդ գաղափար է։ Այսինքն լեգատոն չի նշանակում նոտաները իրար միացնել։ Եկեք այդ եզրակացությանը գանք առաջին հերթին, հա։ Ես հասկանում եմ, որ պետքա մի քիչ համբերեք, երբ որ sense բաներ եմ ասում, չասեք մի րոպե ոնց չի։ Ես հասկանում եմ, որ լեգատոն տեսնում ենք, հասկանում եմ, նոտաները պետքա իրար միացնենք, բայց մի քիչ ավելի եկեք խորը մտածենք, ոչ թե մանկապարտեզում չենք էլ, հա, ու չենք նվագում ինչ-որ մի հատ աբսուրդ կոմպոզիտորի երաժշտություն, որը ինքը գրել է իր ավտոտնակում։ Չէ, մենք խոսում ենք ամենակատարյալ կոմպոզիտորներից մեկի մասին, որը հաստատ գիտեր, թե ոնց գրի իր երաժշտությունը։ Ուրեմն լեգատոն շատ բաներ կարող է նշանակի, ու կան երկու նոտայի վրա գրված լեգատոներ։ Օրինակ, այսինքն նախատակտը, հա, կամ 6 նոտայի վրա գրված լեգատո, որը տարբերվելու է իր նշանակությամբ։ Էլ չեմ ասում, ասենք 3 նոտայի վրա գրված լեգատո, որը կարող է լինի չեմ ուզում ասեմ ակամպանեմենտի մեջ, բայց ասենք counterpoint ոնց է, պոլիֆոնիայի, հա, ձախ ձեռքի պոլիֆոնիայի մեջ։ Ու այս դեպքում օրինակ ինքը այդ լեգատոն վերաբերվում է ոչ միայն վերևի ձայնին, այսինքն ոչ միայն դո, սի, լա, բայց նաև լա, սոլ, ֆա դիեզ։ Երկու ձայնին էլ ինքը վերաբերվում է այդ լեգատոն։ Ուղղակի մենակ մեկի վրա է գրված։ Էլի տարբերվեց, չէ՞։ Ու այսպես էլի։ Այսինքն իմ ասած ինչա, որ լեգատոն ասեցի չէ, որ խորը թեմա է ու համբերություն է պետք։ Լեգատոն, եթե գրված է 2 նոտայի վրա, ինքը մի ձևի կանոն է, եթե կարող ենք իրան տենց ձևակերպենք, եթե գրված է 3 նոտայի վրա, 4, 5, ես տեսել եմ լեգատոներ, որ գրված են 20-ից ավելի նոտաների վրա։ Շատ անգամներ Շոպենի երաժշտությանը, երբ որ նայում ենք, լեգատոյի ուղղակի չափսը ծիծաղալի է համարյա, որտեղ նայում ես ամբողջ էջը մի լեգատո է դրված ու մտածում ես սա ինչ է նշանակում։ Շատ անգամներ լեգատոն մեզ հուշում է, թե ինչ ձևի օրինակ մատներ օգտագործենք։ Շատ անգամներ մեզ հուշում է, թե որ թեման պետքա մեջ բերենք։ Շատ անգամներ մեզ ցույց է տալիս, որ միգուցե մի նոտա պետքա մի քիչ երկարացնենք։ Շատ անգամներ մեզ ցույց է տալիս, թե ինչ ձևի պեդալ պետքա օգտագործենք դաշնամուրի մեջ, եթե խոսանք լեգատոն լարային գործիքների համար ուրիշ բան է նույնիսկ նշանակում չէ, այսինքն ոչ թե ուրիշ բան է նշանակում, դրան գումարած մի ուրիշ բան էլ է նշանակում։ Ու սենց
Կան լեգատոներ, որի տակ գրված է ստակատո, դա ուրիշ բան է նշանակում։ Եկեք այսօր խոսանք ամենատարական, խնդրում եմ, լեգատոյի մասին, որտեղ եթե սենց էլ եմ ասում խորանանք ու մենակ մի գործը սովորելով ես ձեզ ոչ մի բան չեմ կարող մեկը ապացուցեմ։ Բայց ես նաև ձեզ կասեմ 100% ու ես իմ վրա 100% վստահ եմ ու ոչ թե ինչ որ ես լինում են չէ հիմար մարդիկ, որ իրանց վրա լրիվ վստահ են։ Ես չեմ ասում ես ասենք խելացին եմ, բայց ես այն հիմար ձևով չեմ ասում, որ ես իմ վրա վստահ եմ։ Ես համոզված եմ, որ եթե դուք ինձ բերեք, օրինակ եթե Մոցարտի մասին ենք խոսում, յուրաքանչյուր Մոցարտի գրած երաժշտություն, ես կապացուցեմ, որ ես ճիշտ եմ։ Որտեվ ես սովորել եմ դրանք։ Ես ինքս ժամանակ եմ ծախսել ու նայել եմ այդ նոտաներին։ Կամ Շումանի յուրաքանչյուր, Շոպենի յուրաքանչյուր նոտա, Բախի յուրաքանչյուր, Բեթհովենի, ինչ որ իմ ռեպերտուարի մեջ է, ես գիտեմ, ինչի մասին եմ խոսում։ Ինձ որ հավատացեք, որ ես ինչ ասում եմ ու կարող եք գնաք դուք զննեք, դուք ինքներդ, ոնց որ ասեցի, մենակ ինձ մի հավատացեք, բայց հավատացեք, որ օդից չեմ խոսում։ Հիմա եկեք սենց փորձեմ ձևակերպեմ, թե լեգատոն իր ամենատարական ձևով ինչ է նշանակում ու դուք շատ խելացի կլինեք, եթե սա օգտագործեք որպես նորմ, հա, որպես ասենք կանոն։ Ու սրա մասին ով է գրել 1756 թվականի մոտ հենց Մոցարտի հայրը, Լեոպոլդ Մոցարտը ունեցել է գիտական աշխատանք, այսինքն գիտականը որն է, երաժշտական աշխատանք, հա, sense dissertation-ի նման մի բան է, musical treatise ավելի շուտ կոչվում է։ Ու ինքը դրա մեջ գրել է, որ եթե ունենք լեգատո, դա նշանակում է որ առաջին նոտան ավելի ուժեղ է, քան թե վերջին նոտան լեգատոյի։ Ու շատ անգամներ կարելի է նույնիսկ նայած թե ինչ երաժշտություն է, ասենք իր խարակտերը ինչ է, կարելի է որ առաջին նոտան լեգատոյի մի քիչ երկարացնել։ Այսինքն, եթե մտածեք թե ինքը ինչ է ասում, ինքը ասում է, որ եթե օրինակ ունենք երկու նոտա ու սրա վրա ենք մենք կենտրոնանալու այսօր, որը կիրառելով դուք ձեր երաժշտականությունը արդեն մի 3 անգամ ավելացնելու եք։ Մենակ այս խորհուրդը ընտրելով։ Եթե վերցնենք երկու նոտա, օրինակ, ինչու եմ օդից խոսում, նայենք, իր տղայի գրած երաժշտության, այսինքն հաստատ այս մարդը իմացել է, թե իր հայրը ինչ է գրել, չէ՞։ Եթե նայում ենք սոլին ու ֆա դիեզին, Լեոպոլդ Մոցարտը ասում է ինչ, որ առաջին նոտան պետք է լինի ավելի ուժեղ, քան թե վերջին նոտան, որը երկրորդ նոտան է։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է սա։ Ու ես շատ անգամներ այսքան չեմ խոսում։ Շատ անգամներ իմ աշակերտներին ուղղակի ցնցում եմ, իրանց ասում եմ, որ լեգատոն նշանակում է decrescendo, ու շատ դժվար է դա մարսելը։ Ես առաջի անգամ որ դա լսեցի, ցավոք սրտի շատ ուշ եմ լսել։ Բայց ես գիտեի, որ մի բան ինձ ուտելու է, եթե ես չգնամ ու ապացուցեմ, որ դա սխալ է, ու ես չկարողացա ապացուցեմ, որ դա սխալ է։ Ընդհակառակ ես համոզվեցի, որ դա ոչ միայն բացարձակ ճիշտ է, այլ իմ ամեն ինչ փոխվեց, նույնիսկ իմ մատների ընտրությունը փոխվեց, իմ տեմպը փոխվեց, ամեն ինչ փոխվեց իմ դաշնամուրային կատարումի մեջ։ Ու երկրորդ հերթին նաև Լեոպոլդ Մոցարտը մեզ ասում է, որ կարելի է նույնիսկ առաջին նոտան երկարացնել։ Իսկ առաջին նոտան ոնց կարելի է երկարացնել այս դեպքում։ Դե շատ անգամներ ուղղակի կարճացնելով երկրորդ նոտան։ Ու սա լրիվ ուրիշ օրենք է, երբ որ մարդիկ խոսում են օրինակ չգրված, այսինքն ոնց ասեմ հայերեն, շատ անգամներ այս տերմիններ թարգմանելով եմ ասում, օրինակ ռեի վրա ոչ մի բան գրված չի, չէ՞։ Այսինքն մերկ նոտա է, իր վրա ոչ ստակատո կա, ոչ աքսենտ կա, ոչ լեգատո կա, ոչ թենուտո կա, ոչ ֆորտատո կա, ոչ սֆորցանդո կա, ոչ մի բան չկա։ Եթե օրինակ ալեգրո տեմպի տակ ենք մենք, շատ լավ միտք եմ ասում, մի քիչ ոնց որ bonus advice էլի, bonus խորհուրդ եմ ձեզ տալիս։ Եթե sense moment կա երաժշտության մեջ, ես խորհուրդ եմ ձեզ տալիս, որ դուք ամբողջ 40 ժամը չպահեք։ Շատ անգամներ իրանք ասել են, որ դրա ընդամենը կեսը, այսինքն սա հավասար է սրան։
ընդամենը ինքը 8-րդ նոտա է, ոչ թե 1/4, հա։ Այսինքն իմ ասածը խելքին մոտիկ է դառնում, որովհետև այս երկու վերջավորություններն էլ որպես 8-րդ նոտա են արդեն հնչելու, հա։ Ու եթե մենք ուղղակի բևեռվենք մենակ սրա վրա ու տեսնանք խելքին մոտիկա տենց վերաբերվել է, նույնիսկ մի քիչ ավելի երկար լեգատոների, կտեսնանք, որ ամեն ինչ իրականում ոչ միայն խելքին մոտիկա, ամենալավ ձևն է նվագելու։ Ուրեմն եկեք այդ 10 տակտը մի հատ իրար հետ սովորենք ու հետո ձեզ մի քանի հատ օրինակ էլ կբերեմ, որ մի քիչ ավելի ձեզ համոզեմ ու հետո կանցնենք առաջ։ Ուրեմն առաջի լեգատոն, ուրեմն իմ ասածով նշանակում է սա։ Ու կան բացառություններ։ Հիմա ես ասում եմ, ուղղակի որպես նորմ դա ընդունեք։ Խելքին մոտիկ է, թե խելքին մոտիկ չի։ Ամեն դեպքում այս դեպքում խելքին լրիվ մոտիկ է, որովհետև մենք ունենք 3 բախում, սա 3-րդ բախումն է, կներեք, 3-րդ բախումն է, առաջի նոտան ռեն երկար նոտա է, վերջին նոտան սին շատ կարճ, 4 անգամ ավելի կարճ նոտա է, այսինքն 4 անգամ չէ, 3 անգամ ավելի կարճ նոտա է, նենց որ կարճ նոտաները ավելի քիչ կշիռ ունեն, քան թե երկար նոտաները, այսինքն ու պլյուս դրան ինքը ներքև է, տերցիա որպես ներքև է, մենք վերևից իջնում ենք ներքև, մեծ նոտայից փոքր նոտայի ու գումարած դրան լեգատոյի նշանն է դրված։ Ես ուրիշ ձև չեմ տեսնում սրան կատարելու։ Միակ հարցը ստեղ այն է, գիտեմ, որ կրիայի նման ենք առաջ շարժվում, բայց միակ հարցը այն է, թե ինչու է Մոցարտը այդ նշանը դրել։ Ինչու է ինքը ուզում, որ օրինակ մենք այնչու սա չանենք, ինչը որ այն վատ հրատարակչություններ արել։ Մի հատ էլ ապուշություն ստեղ էր դրել, որը ճիշտն ասած իրանք դրել էին, որ անեին ինչ որ ես էի ձեզ ցույց տալիս, բայց ամեն դեպքում ինչու Մոցարտը սա չի արել։ Ու հարցը այն է, որ մենք պետք է մտածենք, միգուցե դա նշանակում է, որ այստեղ այս նոտաների մեջտեղում մենք տարածություն ենք ուզում։ Միգուցե, բայց տեմպը ախր շատ արագ է, հա, տեմպը շատ արագ է, ու դրա համար, եթե ասում եմ, հետ գնանք այն մյուս հրատարակչությանը, իրանք նստել են ու մտածել են, հա, բայց երևի Մոցարտը սխալվել է, նենց որ եկեք ուղենք, այս մարդը այնքան հիմար է եղել, որ չի մտածել, որ տեմպը արագ է, ու դա հնարավոր չէ, էլի ձեռքը բարձրացնել այս երկու նոտաների, եկեք մենք ուղենք այս խեղճ մարդու գրածը։ Եթե դուք մտածում եք, որ Մոցարտը իրոք տենց մարդ է եղել, խնդրում եմ գնացեք ուրիշ բան արեք ձեր կյանքում։ Մենք արդեն բավարար վատ երաժիշտներ ունենք, որոնց քանակը ամեն օր ավելի է բազմապատկվում, մի ավելացրեք այս վատ երաժիշտների քանակը, խնդրում եմ։ Գնացեք ուրիշ բանով զբաղվեք։ Չէ, մենք պետք է նայենք այս նոտաներին ու մտածենք, Մոցարտը ինչու է սա գրել։ Գիտեք ոնց, ամբողջ հարցը հենց դրանում է, որ պետքա շատ անգամներ այս հարցին պատասխանելու համար պետքա մենք շարժվենք առաջ։ Շատ վատ միտք է նստելը ու գալը այսպիսի հիմար եզրակացությունների։ Նվագեմ, ոնց դուրս կգա, նենց կնվագեմ։ Եթե դուք տենց եք նվագելու, խնդրում եմ, նույն բանն եմ ասելու, խնդրում եմ, գնացեք ուրիշ բանով զբաղվեք, գնա ուրիշ բան արա, խնդրում եմ։ Արդեն ստեղն է հասել իմ։ Գնացեք ուրիշ բան արեք։ Մի փչացրեք մեր ականջները, ոչ էլ ուրիշների երեխաներին։ Գնացեք ուրիշ, խնդրում եմ, ուրիշ բանով զբաղվեք։ Եկեք նայենք սա, տեսեք հարցին չեմ պատասխանելու ես դեռ։ Շատ անգամներ պետք չի նույնիսկ հարցին պատասխանելը։ Ուղղակի ուզում եմ ձեզ հասկացնեմ, որ այդքան հեշտ չի ամեն ինչ։ Իսկ այս դեպքում ինչու է Մոցարտը գրել։ Ամեն դեպքում հիշում եք, ես ձեզ ինչ եմ ասել, որ մեծ կոմպոզիտորները գրում են միայն ինչ որ աննորմալ է կամ գրում են
ինչ որ 100% ուզում եմ որ դուք անեք, նույնիսկ եթե ինքը նորմ լինի, նորմի մի ձև է կամ 100% ուզում եմ որ դուք դա անեք։ Օրինակ տեսեք, այստեղ 16-րդ նոտաների շարքա, Մոցարտը ոչ մի լեգատո չի դրել։ Բայց սա ստակատո նվագելը ուղղակի անհնար է այս տեմպի տակ։ Դո ձեզ չկա, չէ՞։ Հա։ Այսինքն Մոցարտը դա չի գրել, որտեվ ինքը գիտի, որ մենք պետքա դա միացնենք, բայց ոնց պետքա միացնենք, ես ես հիմիկվանից ասում եմ, որ այն միացումը, որ տեսել եք, այն խելացիներից, ճակերտների մեջ, որը ձեզ ցույց եմ տալի հիմա, դա սխալ է։ Դա սխալ է, ու ես հեսա կապացուցեմ ինչու է դա սխալ։ Ուրեմն Մոցարտը անցնում առաջ, եթե դուք պետքա Մոցարտին հարգեք, եթե դուք Մոցարտին չեք հարգում, դուք սենց դանդաղ չեք շարժվելու ու ձեր նվագածը լինելու է դրան էլ արժանի, ձեր աշխատանքին արժանի։ Ոնց որ ասում են, ինչ ցանեք, այն էլ հնձելու եք։ Հիմա սոլը միացրած է ֆա դիեզին, կամ Մոցարտը անելու բան չունի, կամ Մոցարտը եղել է Լեոպոլդ Մոցարտի տղան ու գիտի կոնկրետ ինչ անի, ու եղել է ամենալավ կոմպոզիտորներից մեկը։ Ու շատ անգամներ սենց կարելի է մտածել, տեսեք։ Ասենք ինքը չգրեր, ասենք ջնջում ենք սա մեր մտքում։ Մենք ոնց ենք նվագելու։ Ես կասեմ ձեզ հիմա մենք ոնց ենք նվագելու։ Եթե դա ջնջենք, մենք սա նվագելու ենք թույլ ու ֆա դիեզը նվագելու ենք ուժեղ։ Ինչու՞։ Որովհետև սա երրորդ բախումն է, որը ավելի թույլ բախում է, ու սա առաջին բախումն է, որը ավելի ուժեղ բախում է։ Ու ես այստեղ հարմոնիայի հետ բացարձակ պրոբլեմ չեմ տեսնում, նույնիսկ ես տեսնում եմ հարմոնիայից ինձ օգնող մի բան, որ առաջի տակտի հարմոնիան, կոնկրետ այս հարմոնիան, այս ամբողջ առաջի տակտը ինքը սոլ մաժոր ակորդն է։ Բոլոր նոտաները իրար գումարած, իրանք կայուն են, իրանք ոչ միտեղ չեն ուզում գնան, ու իրանք ձգված չեն, լարված չեն, հանգիստ են։ Բայց ֆա դիեզի տակ բոլորը լարվածության մեջ են։ Մենակ այս սեկոնդայի համար, մենակ դրա պատճառով իրանք լարված են։ Բայց շատ ուրիշ պատճառով են իրանք լարված։ Բայց իմ ասած այն է, որ վատ միտք չի, իրոք վատ միտք չի անել ինչ որ ես գրել եմ այդտեղ։ Դա վատ միտք չի, բայց Մոցարտը դա չի ուզում։ Ու մենք պետքա նորից հարց տանք, ինչու դա չի ուզում։ Ու դու ինչ գիտես, որ ինքը դա չի ուզում։ Ես գիտեմ միայն այն պատճառով, որտեղ ես գիտեմ, որ լեգատոն նշանակում է դիմինուենդո։ Էլ եմ ասում, ուշադիր եղեք, բոլոր լեգատոների մասին չեմ խոսում, կոնկրետ խոսում եմ նորմի մասին, մանավանդ երկու նոտայի վրա գրված լեգատոյի մասին եմ խոսում։ Այսինքն, քանի որ ես դա գիտեմ, ես նայում եմ սրան, ասում եմ, ինքը ուզում է երրորդ բախումը, որը թույլ բախում է, ուժեղ լինի, ուզում է, որ առաջի բախումը թույլ լինի։ Այսինքն ինքը սա է ուզում, կոպիտ ասած։ Ինքը սա է ուզում։ Ու 100% ինքը դա է ուզում։ Ինքը ուզում է ինքը դա է ուզում։ Հիմա էլի ենք շարժվում առաջ։ Ես առաջի տակտի մասին չեմ մոռացել։ Գալիս է ուրիշ այստեղ թեմայի կրկնում, նույն ռեգիստրում, սրանք իրար հետ նույն ռեգիստրի մեջ են, հա, ու նորից հարց է առաջանում, ինչու է լեգատոն տենց դրված։ Մոցարտը ուզում է մեզ, որ մենք առանձնացնենք այդ նոտաները, թե չէ։ Ու նորից պատասխան նույն ձևով, որը որ նշել ենք, որը էլի նույն ձևով ենք մենք նվագելու։ Այսինքն, իմ կարծիքն է, որ այստեղ կարելի է մի քանի ձև մտածել, բայց կարևորը որ մենք մտածենք ու լուրջ էս ամեն ինչը ընկալենք, հա, ինչ որտեղ այստեղ կա dialogue, հա, duet։ Մեկը հարց է տալիս։
հա, թե միացնելու առանձնացնելու մասին այդքան եկեք չմտածենք, բայց հարց։ Սկսում ենք ուժեղ, երրորդ բախումը ուժեղ է լինելու։ Ու հետո առաջին բախումը արդեն այդ ռեն ինձ թվում է լինելու ավելի թույլ։ Պետք է լինի ավելի թույլ։ Դրա համար այդ լեգատոյի նշանը դրված, որ ինքը համապատասխանի այս պատասխանին։ Ու նորից հարց ու պատասխան։ Օրինակ, մտածելու մի ձև։ Կամ կարելի է ասել, որ միգուցե Մոցարտը ուզում է, որ ասենք այս ձևի հարցը տրվի։ Այսինքն առաջին այս ռեն, որ հիմա ուրիշ գույն ընտրեմ, այս ռեն ու այս լյան, միգուցե ինքը ուզում է, որ ասենք շեշտվի։ Ինքը միգուցե ուզում է ու հետո հակառակ շեշտ 3-ից 1։ Մեկը թույլ, հիմա մեկը ուժեղ, այսինքն առաջին բախումը, հիմա առաջին բախումը թույլ։ Կարող եք տենց մտածեք, որոշեք։ Ես ձեզ կասեմ սա, ամեն դեպքում սա պատասխանելու համար պետք է հիշեք, որ մենք այս տեմպի տակ չենք նվագելու։ Եթե տեմպը ալեգրո է, մեր տեմպը, եթե նայենք հետո ինչ ենք նվագելու։ Մեր տեմպը դա է, այդտեղ առանձնացնելը շատ դժվար է լինելու։ Շատ դժվար է լինելու։ Ես չեմ կարծում, որ ստեղ առանձնացնելը խելքին մոտիկ է։ Այսինքն ինչ եզրակացության եկանք մենք ստեղ։ Մենք եկանք այն եզրակացությանը, որ ամեն դեպքում այս 3 նոտաներն էլ իրար հետ միասին են։ Որը որ այդ վատ տպագրությունը արել էր, չէ, բայց իրանք փչացնում են այս մտածելու մեր ոնց են ասում, կուլտուրան, որտեվ ամեն ինչ իրանք ամեն ինչ ոնց որ մաքրում են բոլոր ապացույցները, որ մենք կարող ենք ապացուցենք, թե ինչու ենք սա անում ու ինչու ենք նա անում։ Ու շատ անգամ իրանք ու դա ուղղակի մի հատ տեղ ասենք ինչ որտեղ կարող է համամիտ եմ իրանց հետ, բայց շատ ուրիշ տեղերում ուղղակի աբսուրդ բաներ են իրան գրել։ Բայց ինչն է կարևոր ստեղ։ Ստեղ հասկանում ենք, որ նույնիսկ երբ որ այդ լեգատոյի նշանը առաջին ու երկրորդ նոտայի մեջ միջում է, չի նշանակում, որ այստեղից մի քանի բան ջնջենք, որ լավ երևա։ Այստեղից ստեղ չի նշանակում, որ միացում չկա։ Ուղղակի ինչն եմ ապացուցում սա ասելով։ Ես ապացուցում եմ, որ լեգատոյի նշանը միայն չի նշանակում միացում։ Ինքը ավելի շատ դինամիկայի նշան է։ Ինքը ցույց է տալիս, որ մենք ոնց որ ասացի, սա ենք ուզում, դա է կարևորը։ Այդ միացնելը, չմիացնելը այդքան կարևոր չի։ Կարևորը այն է, որ այդ առաջի երկու նոտան հնչեն տենց, ու տենսը ինչ է նշանակում տենց, որ երրորդ բախումը լինի ուժեղ։ Հիմա ես հասկանում եմ, որ sense որ ինձ լսեք ու մտածեք իմ հետ, ավելի շատ ոնց որ հարցեր են առաջանում, ես հասկանում եմ դա, բայց ամեն դեպքում իմ խորհուրդը ինչ է, որ ես չեմ ուզում ինչ-որ օրենքներ դնեմ, որ ասեմ, sense պետք է նվագվի, նենց պետք է նվագվի, մանավանդ երբ որ մենք հաշվի առնենք, որ սա սանատա է, ռեպրիզայի ժամանակ ես ամեն ինչը պետք է կրկնեք, ու ոչ միայն կարելի է ուրիշ ձև անել, նույնիսկ կարելի է շատ անգամներ նոտանել ավելացնել կամ պակասացնել, իմպրովիզացիա կարճ ասած, չէ՞։ Ornamentation ավելացնել, նենց որ այդքան կարևոր չի էս պուճուր բաների մասին խոսելը, բայց ոնց որ տեսնում եք, ոնց էլ որ մտածեք, այդ լեգատոն, այդ երկու նոտայի վրա մեկը նշանակում է diminuendo։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Դա նշանակում է diminuendo, սա նշանակում է diminuendo, ու կարող եք փորձեք տեսնակ ձեր դուրը որն է գալիս, միացնելը թե անջատելը։ Դա վատ չի, կամ դա մի քիչ խելքին մոտիկ չի, էլի։ Այդ եթե նվագեք, եթե դուք դաշնակ արեք, մանավանդ տեմպի տակ, չմիացնելը այդ 16-րդ նոտայից մինչև մյուս նոտան նշանակում է, որ իսկականից այդ ժամանակը իրոք պետքա ոնց որ ասած ձգենք, էլի, ռուբատոն ավելանում է, ու մանավանդ այդ ամենասկզբում, չգիտեմ,
այդ 3 նոտաները իրար հետ են կապված։ Նենց որ եկեք լավ պատասխանը տամ, ես ինչ եմ մտածում։ Ես սա եմ մտածում, որ իրականում մենք սա ունենք։ Տեսեք։ Մենք ունենք այս ամեն ինչը ջնջեմ, որտեվ շատ բաները գրելը դա լավ չի։ Ուրեմն մենք սա ունենք։ Մենք ունենք թեմա բաղկացած երկու նոտայից։ Տեսեք, մենք այս եզրակացությանը չենք գա, արդեն ինչքան է խոսում եմ, մի 5 ժամ երևի չէ։ Մենք այս եզրակացությանը չենք գա, եթե ել եմ ասում, կարդանք այն մյուս գրածները, չէ՞։ Բայց Գրիգոր ախր այս մարդիկ արդեն գրել էին, չէ՞, ամեն ինչ իրան գրել էին, ստակատոնե դրել էին սրա համար։ Ինչ խնդիր կար այս չկար, որտեվ ես հիմա ինչ որ պետք ասեմ, դուք չեք հասկանալու դա նայելուց։ Նայեք։ Սա դուետ է, ոնց որ մեկը հարց է տալիս ու մեկը պատասխանում է ու պատկերացրեք, որ ինքը բաղկացած է այդ խոսակցությունը երկու բառից, երկու նոտայից, կոնկրետ ինչ նոտաներից, կոնկրետ այս նոտաներից։ Ու եկեք գունավոր նշեմ, որ երևա առաջին նոտայից ու երկրորդ նոտայից։ Ինչ վատ եմ նշում։ Հիմա կասեք ինչու, եթե մտածեք հասկանաք։ Որտեվ կարմիրը ավելի տաք է, քան թե կապույտը, ինձ ընդհանրապես նշում եմ կարմիրով, նշում եմ վառվող հարմոնիաները։ Այսինքն ուժեղ գնում է թույլի, ուժեղ գնում է թույլի։ Հոп, մի րոպե, դու մոռացար այս կանաչ նոտայի մասին։ Կանաչ նոտան գոյություն չունի։ Ոնց գոյություն չունի։ Կանաչ նոտան ուղղակի այդ մարդու խոսալաձևն է, ինքը օրնամենտ է, ինքը ոնց որ զարդ է, ինքը ծառը չի, ինքը զարդն է ծառի վրա, հա, տոնածառի վրա ոնց որ ասած։ Ու երբ որ տենց ենք մենք դրան նայում, արդեն ամեն ինչ հասկանում ենք, որ Մոցարտը ասում է, սա մի գաղափար է, բայց իրականում մենք ունենք երկու նոտայի դիալոգ ու իրանք բոլորը նույն բանն են ասում։ Ու իմ կարծիքն է սա, արդեն ել եմ ասում, 100% չեմ ուզում պնդեմ, բայց իրանք պետքա միացվեն։ Թե ինչու Մոցարտը չի միացրել, ես ձեզ բացատրեցի, Մոցարտը չի միացրել, որտեվ ինքը ուզում է ցույց տա այդ լեգատոյի նշանով, որ ընդհանրապես ես կոնկրետ հիմա դեպք չեմ հիշում, կարող է կա, բայց դեպք չեմ հիշում, որ Մոցարտը ասեն գրի sense լեգատո, հետո sense միացնի մեծ լեգատոյով, կարող է կա, ես էլ եմ մարդ, ռոբոտ չեմ, բայց չեմ հիշում, կոնկրետ ստեղ չկա, այսինքն կոնկրետ այս դարաշրջանը, ուզում ասել, այս ամսվա մեջ կամ տարվա մեջ, երբ որ ինքը գրել է այս գործը, տենց չի մտածել, ես տենց նշան չեմ տեսնում, հա, բայց դա չի նշանակում, որ ստեղ միացում չկա, նույն ձևի, որ չի նշանակում, ու տենց շատ դեպքեր կան, նույն ձևի, որ չի նշանակում, որ այստեղ միացում չկա, այստեղ միացում չկա։ Ու մի բան էլ մենք պետք է հասկանանք, որ ամեն դեպքում, եթե մենք այդ լեգատոն դնեինք, հա, մանավանդ երբ որ միտքը ամենասկզբից երկու նոտային է վերաբերվում, սա էլ արդեն մի ձև է, չէ, լեգատոյի, որ եթե մենք ունենք երկու հատ նույն ձևի նոտա, ու մենք այս նոտաները միացնենք իրար, մենք շատ անգամներ այդ երկրորդ նոտան չենք նվագում։ Երկրորդը չենք նվագում։ Այսինքն ինքը միգուցե նաև չի ուզում մարդկանց շփոթացնի։ Ու շատ չեմ ուզում հիմա խորանամ, մի քանի հատ պատճառ կա իմ մտքում կապված լարային գործիքների վերաբերյալ, բայց իմ ասածը այն է, որ նույնիսկ եթե ես այս ինչ որ ասում եմ, սխալ եմ ասում վերաբերյալ միացմանը, կանաչի ու կապույտի, հա, այդտեղ միացմանը, ոնց որ տեսնում եք, ամեն դեպքում ես ազնիվ եմ իմ ու արդար եմ ու ես լուրջ եմ այս ամեն ինչը ընդունում։ Ու դրա համար ու ես հատուկ կեն չեմ, հա, իմ նման մարդիկ կան, քիչ, բայց կան, որ մեր նվագը տարբերվելու է, որտեղ մենք լրիվ ուրիշ ձևի ենք սրան նայում։ Հիմա վերցնում ենք
ասենք ինչ որտեղ հուսով եմ, որ ձեր ոտների տակ մի քիչ ոնց որ ձեզ ավազից հանեցի, դրեցի քարի վրա հիմա մի քիչ, էլի ասենք։ Կամ միգուցե ջրից հանեցի, դրեցի ավազի վրա, հələ քարին չենք ասել։ Բայց ինչ որտեղ մի քիչ ավելի կարող է վստահեք իմ ասածին, հիմա շարժում ենք առաջ։ Գալիս ենք ձախ ձեռի մասին կվերադառնանք խոսանք։ Հիմա գալիս ենք էլի երկու նոտայի լեգատոների, ինչա նշանակում, եկեք որպես նորմ էլի գրենք։ Ու տեսնանք ճիշտ է թե ճիշտ չի։ Իմ դասատուն ինձ սովորացրել է, ձեր դասատուն ես եմ։ Իմ դասատուն ինձ սովորացրել է, որ սա նշանակում է սա։ Տեսնանք ճիշտ է թե ճիշտ չի։ Հա, ճիշտ է, խելքին մոտիկ է, առաջինի մասին չեմ խոսա, սրա մասին չեմ խոսա, որովհետև նույն բանն է, ինչ որ ամենասկզբում խոսացինք։ Երկրորդի մասին կխոսամ։ Ինչու է կարևոր, որ fun լինի ավելի բարձր իր հնչողությամբ, քան թե mean։ Այս անգամ կարող ենք մի քանի բան նայենք այստեղ։ Առաջերտին Մոցարտը գրել է forte piano, չէ՞։ Այդ մեկ։ Երկրորդը, տես մի հատ դասատու ունեի, ինքը մի հատ sense հարց էր տալի, ասում էր ինձ 7 հատ պատճառ տուր, որ ես ճիշտ եմ, կամ 7 հատ պատճառ տուր, որ ես սխալ եմ հիմա։ Ես 7 հատ չեմ ասի, բայց ինչու պետք է fun լինի forte, ասենք mean լինի piano։ Առաջերտին, որտեվ ինքը դա է գրել, այդ մեկը հեշտ էր։ Երկրորդ հերթին, տեսեք չեմ ասում legato է գրել, որտեվ դա եմ ես ուզում ապացուցեմ։ Երկրորդ հերթին, սա դո մաժոր ակորդն է։ Ու fun դրա մեջ չի մտնում։ Fun սոլի հետ պրոբլեմ ունի, մեծ, նույնիսկ ինքը դոյի հետ էլ պրոբլեմ ունի, որտեվ կվարտան, մանավանդ ներքևի երկու ձայնի մեջ, ինքը consonance չի, ինքը dissonance է, այսինքն ինքը լարվածություն է։ Այդ լարվածությունը տաք կրակի նման մարում է կապույտ նոտայի մեջ ու վերահաստատվում է։ Իսկ լարվածությունները, քանի որ հարմոնիային հակառակ են գնում, իրանց պետք է ավելի քանի որ իրանք լարված են, հա, լարվածություն ստեղծելու համար մենք ինչ ենք անում։ Ջղաձգվում ենք, չէ՞։ Նույն բանն է երաժշտության մեջ։ Սա ծիծաղալու է։ Եթե դուք ուզում եք մարդկանց ծիծաղացնեք, տենց եք նվագում։ Ու շատ անգամներ կոմպոզիտորները տենց էլ գրում են։ Օրինակ Բեթհովենը կարող է տենց գրի, Հայդենը կարող է տենց գրի, Մոցարտը կարող է տենց գրի, բայց որպես նորմ տենց չի։ Կամ կապ չունի ճիշտն ասած։ Լավ, մի պատճառը դասեմ։ 3 քառորդում ենք, չէ՞։ 1 2 3 1 մի քիչ որ ուղեղս լավ աշխատի, ավելի լավ կգրեմ, չէ՞։ 2 3 1 ու կես, այստեղ ասում են 1 and 2 and 3 հա, and շատ ավելի թույլ 2 կեսը ստեղ է, 3 կեսն է ստեղ է։ Այսինքն սա 1-ի ամենաթույլ մասն է։ Դա էլ ձեզ երկրորդ կամ երրորդ պատճառ, որ ինչու դա պետքա լինի diminuendo։ Իսկ այդ ամեն ինչը անպայման է այդ ամեն ինչը իմանամ։ Հա, անպայման է։ Պետքա, եթե դու ուզում ես դառնաս լուրջ երաժիշտ, նույնիսկ միջին երաժիշտ, դու պետքա իմանաս դրանք։ Բայց եթե չգիտես, գոնե իմացի ոնց նոտաները կարդաս, որտեվ այս մարդը արդեն գրել է այս ամեն ինչը։ Ոնց։ Բա լեգատոն այդ եմ ասում, չէ՞, արդեն 2 ժամ այդ եմ ասում։ Այսինքն, եթե նույնիսկ այդ ամեն ինչը մենք չենք հասկանում, եթե ուղղակի հասկանանք, որ այս լեգատոները դարձավ տոնածառ, եթե այս լեգատոները նշանակում է diminuendo, վերջ, ամեն ինչ լավ է, բայց քանի անգամ եմ ես սա լսում։ What? Կամ սա, no։ Ու տեսեք, ես ինչ մատներ եմ ընտրել։ 3 2 3 2, այսինքն 3 2-ն որն է։ Էլի գույներ ընտրենք, լավ։ 3 ուժեղ, ավելի ուժեղ մատա ինքը, քան թե 2-ը։ Եթե ես նվագեմ օրինակ
3 լավ չէր 3 ասենք 2 էլի լավ չէր 2 հետո 3 չէ 3 չի ուզում գրել 2 ու 1 ուֆ մեկը շատ ուժեղ է եթե ես սենց նվագեմ 3 2 2 1 շատ վատ է լինելու իմ համար որովհետև առաջերտին կրկնել են նույն նոտան շատ դժվար է մի մատով իսկ մի քանի մատով շատ ավելի հեշտ ես մի ժամ կարող եմ անեմ եթե պետք լինի բայց սա արդեն դուրս չի գալիս բայց գումարած դրան ես պետք է մտածեմ 3-ը ուժեղ 2-ը թույլ հետո այդ 2-ը նորից ուժեղ որը չի համապատասխանելու ու հետո մեկը շատ թույլ բայց մեկը ամենաուժեղն է հասկանում եք այսինքն եթե ես ընտրեմ ճիշտ մատների սերիա հա sequence ուրեմն ես նույնիսկ դա պետք չի մտածեմ ու շատ անգամներ է դա կատարվում օրինակ 17-րդ սոնատան Բեթհովենի չգիտեմ ով է նվագում երևի նվագում են 5 4 4 3 3 2 ով է sense նվագում ու ինքն էլ է գրում ամեն երկու նոտան մի լեգատոյի տակ է այսինքն ուժեղ թույլ եկանք էլի նույն տեղում ասում են կրկնողությունը խոսացել ենք չէ սրա մասին առաջին վիդեոյում կրկնողությունը գիտության մայրն է ճիշտ է ինչին եկանք որ լեգատոն այս դեպքում ոչ միայն մեզ ցույց է տալի դինամիկան բայց մեզ նաև ցույց է տալիս թե ինչ ձևի մատներ օգտագործենք ու եթե ձեզ թվում է թե ես ուղղակի երկու հատ օրինակ ձեզ բերեցի որ ինչ որ բան ապացուցեմ սխալվում եք էլի եմ ասում օվկիանոսի չափ օրինակներ կան ուղղակի օվկիանոսի չափ ոչ դուք ժամանակ ունեք ոչ է հաստատ ես լավ շարժվենք առաջ խոսանք այս հետաքրքիր 3 տակտի մասին դուք հիշում եք գիտեմ ես շատ անգամներ provocative չգիտեմ ոնց է հայերեն ուշադրություն գրավող հա խառնակիչ չէ մի քիչ վատ է հնչում դա խառնակիչ չէ չգիտեմ ոնց թարգման բայց նենց բաներ եմ ասում որ դուք ուշքի գաք էլի սա մենակ հիմարը sense բան կգրի մենակ հիմարը sense բան կգրի կամ վատ մարդ է որ ձեզ ուզում է վատություն անի այդքան ես ուղղակի տանել չեմ կարողանում ինչ որ գրված էր այն ամենասկզբում ցույց տվեցի ձեզ հա ու պլյուս դրանց էլ մատներ էին դրել որ այդ մատներով իրանք ձեզ համոզեն որ իրոք դա է պետք հիմա տեսեք Մոցարտը ինչ ա գրել առաջերտին Մոցարտը ոչ մի բան չի գրել աջ ձեռքում որը կամ նշանակում է պետքա նվագվի սա լրիվ դետաշե non legato որը պարապելու համար շատ լավ միտք է ոնց ուզում եք պարապեք ոնց ուզում եք պարապեք ինչ չի հետաքրքրում մի մատով բայց վերջի տոք պետք է հասկանանք թե ոնց ֆրազիրովկան անենք չէ ու տեմպի տակ հա կարող ենք այս ամեն ինչի իրար հետ միացնել դարձնել իրան ոնց որ ասած ուզում եմ ասել աջապ սանդալ մի հատ սուպ էլի բորշ ու ինչքան հնարավոր ավելի արագ նվագենք որը լավ է եթե տենց եք նվագելով խնդրում եմ արագ նվագեք որ մենք էլ արագ գնանք տուն բայց դա չի գրել այս մարդը տեսեք ինչ ա գրել այս մարդը գրել է սա դուք պետք է անցեք ու մտածեք մի րոպե այսինքն ինքը աջ ձեռքում ոչ մի նոտա լեգատոյի տակ չի դրել բայց ժամանակ ա ունեցել այսինքն հարցը ժամանակը չի ստեղ կարևոր է եղել իր համար որ այդ երկու նոտան որ դանդաղ նոտաներ են ձախ ձեռքում միացնի իրար
Այսինքն նորից նույն բանին են գալիս, կամ Մոցարտը ապուշ է, հիմար, կամ մենք չենք հասկանում, թե նոտաները ոնց կարդանք։ Որտեվ եթե ձեզ թվում է, որ Մոցարտը իրոք անելու բան չունի, ուղղակի կոֆե ա խմել, մեկը, այս ինչ, ճիշտ է, այս մեկը մոռացա, բայց մի հատ էս ծախ, լավ, այս մեկը դեն։ Այս մարդիկ տենց չեն մտածում։ Այս մարդիկ եթե դուք ուղղակի գիտեք ինչն է ցավալի, որ մենք հիմա ապրում ենք նենց դարաշրջանում, որ խելացի մարդկանց քանակը արդեն չգիտեմ ինչի է հավասարվել, 0.0 եսի ինչի էլի։ Ու մենք չենք հասկանում, որ ոչ միայն Մոցարտը խելացի է եղել, այլ ինչքան խելացի է եղել, հասկանում եք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ինչքան էլ որ մտածեք, որ Մոցարտը խելացի է եղել, մեկը չեք հասկանա ինքը ինչքան խելացի է եղել։ Ես էլ չեմ հասկանում, որտեվ միակ ձևը, որ կարելի է հասկանալ, թե այդ մարդը ինչքան խելացի է եղել, որ ամենակիչը իր նման կարողանայի գրեիք երաժշտություն, այ կհասկանայիք։ Հենց որ խնդրում եմ, ձեր փառքը դրեք մի կողմ, չի օգնելու ձեզ, ոչ հիմա, ոչ էլ բեմի վրա, մի հատ ուշքի եկեք, համեստացեք, նայեք այս նոտաներին ու մտածեք։ Ու ես ձեզ ճիշտ նոտաներ եմ ցույց տալի, ոնց որ ասեցի, իրա գրածն ասա։ Գնանք նայենք իրար հետ, եկեք գնանք նայենք իրար հետ։ Չասեք օդից է խոսում այս մարդը։ Էս էր, չէ՞ իրա գրածը։ Էս էր։ Ես չնջեմ։ Հեսա չնջում ենք, համբերություն, համբերություն։ Մի քիչ լավ չի երևում, փոքր է, սա մեծացնեմ։ Երևում է։ Սրանից ավել չեմ կարողանում մեծացնել։ Տեսնում եք այդ լեգատոն սոլի ու դոյի վրա։ Ուրեմն օդից չեմ խոսում։ Ինչու է այդ լեգատոն դրված։ Եթե դուք այս հարցին չեք կարողանում պատասխանել, ուրեմն 100% շարունակեք ինձ լսել։ Եթե մինչև հիմա ծիծաղում եք իմ վրա, որը չգիտեմ ինչ ասեմ, ինձ հետաքրքիր չի, ծիծաղում եք թե չէ, բայց եթե ծիծաղում եք, որտեվ այս ամեն ինչը շատ տարական է, հաստատ գնացեք ուրիշ բան արեք, որտեվ sense տարականներ շարունակվելու է ձեր համար։ Բայց ես մինչև հիմա այսքան բանը հասկանալով մինչև հիմա սովորում եմ։ Ուրեմն եկեք օգտագործենք մի քանի հատ արդեն ձեզ գործիքներ եմ տվել, շատ անգամներ կարելի է մտածել, իսկ ինչ եթե ինքը դա չգրեր։ Ու ես հիմա sense բաներ եմ սկսելու մտածեմ։ Օրինակ, Մոցարտը ախր մենակ այդ չի արել այդտեղ։ Ախր Մոցարտը նաև սա է անում։ Ինքը գրում է 1/4 պաուզա, 1/4 պաուզա։ Հետո գրում է 2/4 տևողության նոտա։ Դա 1։ Երկրորդ հերթին ինքը մենակ նոտաներ չի գրում ախր։ Ամեն անգամ որ ինքը գրում է այս ձախ ձեռքում, առաջի անգամ ինքը մանավանդ աջ ձեռքից շատ պարզ է, սոլ մաժոր ակորդ է։ Հետո ակորդը փոխվում է։ Համարյա ոնց որ մի մինոր ակորդ լինի, չէ՞։ Շատ մարդիկ կարող ասեն նույնիսկ դո մաժոր, բայց ինքը ընկնում է մի մինորի։ Այսինքն ստեղից ակորդը փոխվում է։ Ու դրանից հետո էլ են ակորդները փոխվելու։ Ակորդները փոխվելու են նաև այստեղ ու այստեղ։ Բայց 3/4 չափի մեջ ընդհանրապես լավ միտք չի, ճակերտների մեջ եմ ասում, լավ միտք չի, որ երրորդ բախումի ժամանակ մենք ակորդը փոխենք ու այդ բախումը շարունակվի մինչև առաջին ձեզանից շատերը արդեն երևի հասկացան, սա նայելով թե ես ինչու եմ, այս երկուսի եթե ընդգծել եմ, արդեն ամենակիչը հույսով եմ ձեզանից 50%-ը հասկացա, որ սա հիմիոլա է։ Բայց եթե ես երրորդ բախումի ժամանակ ակորդը փոխում եմ ու առաջինի ժամանակ էլ նույնն է, որը պաուզան նույն բանն է նշանակում, ուրեմն այդտեղ նույնիսկ եթե ես լինեմ 3/4-ի մեջ, հարմոնիան մեզ ասում է, որ մենք 3/4-ի մեջ չենք։ Մենք 2/4-ի մեջ ենք։ Ու երբ որ մենք վերցնում ենք 2 տակտ,
կոնկրետ այս երկու տակտը ու այդ տակտերը գրում ենք որպես երկու տակտ 3/4 բախման մեջ ու այդ տակտերը տարբեր ձևերով, ֆունկցիաներով, բայց այսօրվա դրությամբ կոնկրետ այս օրինակով հարմոնիայի միջոցով մենք նենց ենք գրում, որ ինքը հնչում է որպես 3 հատ 2/4 բախման տակտ, մենք դրան անվանում ենք հիմեոլա։ Հիմա կապ չունի թե դուք դրա անունը ինչ եք դրել, հարցը այն է, որ դուք հասկանաք, որ հիմա արդեն մենք մտածում ենք սենց մի րոպե, ես գույներ սիրող մարդ եմ աչքիս, 1 ուժեղ 1 ուժեղ 1 ուժեղ 2 թույլ 2 որը առաջ մեկներ թույլ ու 2 թույլ հա ու այս ամեն ինչ ինչու եմ գրում ու ինքը ինչով օրինակ ինձ ապացուցի էլ եմ ասում ինձ մի 7 հատ օրինակ բեր որ իրոք պետքա թույլ լինի որ քո ասածը ճիշտ է մի քանի հատ բերեմ հիմա 7 հատ չգիտեմ բայց օրինակ պաուզայա չէ դրված ստեղ պաուզայա չէ դրված եթե պաուզա չլիներ պահեինք այդքան չի երևում այդ թույլությունը երկրորդ բախման սենց շատ լավ շատ պարզ երևում է լավ այդ մեկը մեզ պետք էր չէ հիմա իմ ասածը ինչ է հետո գալիս ենք ստեղ ես շատ իմ հայերենը մի քիչ լավ չի չէ ես խոսալուց ճիշտն ասած ամաչում եմ բայց հիմա ոնց որ կարողանում եմ տենց եմ խոսում իմ սրտի ցանկացածը պարզ ու լավ ու ազնիվ նենց որ կներեք ինձ պետք է ասեմ այստեղ չէ բայց հա այստեղ պետքա լինի ուժեղ ու թույլ թույլը սա պետքա լինի ուժեղը սա պետքա լինի հա խելքին մոտիկա ես ոնց գիտեմ դա որտեվ ես գիտեմ որ լեգատոյի նշանը նշանակում է սա երկու նոտայի մեջ գոնե տեսակ որ եկանք նույն եզրակացության այսինքն պատկերացեք եթե լեգատոյի նշանը չլիներ շատ մարդիկ կգային ու այս երկրորդ բախումը սա իրականում երկրորդ բախումն է չէ շատ թույլ կնվագեն օրինակ 1 2 1 2 3 1 2 3 սա իրոք ծիծաղալու է 1 2 1 2 1 2 1 2 ու այստեղ շատ կարևոր այդ միացումը որտեվ նաև ամեն դեպքում ձախ ձեռքում կա նաև ռեն երկու նոտա են չէ այդ պոլիֆոնիային օգնում է իսկ սա մի քիչ այն չի լինի որտեվ ամեն դեպքում սոլը նաև կվարտայա ինքը դիսոնանսի մեջ է լարում է տենց ցածկելը լավ չի հնչելու մանավանդ երբ որ ցածկում ենք մի լարված ինտերվալից ավելի լարված ինտերվալի վրա լավ հիմա շատ չխորանամ հարմոնիայի մեջ ամբողջ ասածս այն է որ տեսակ որ այդ հարգանքը որ մենք ցուցաբերեցինք այս գեղեցկությանը մեզ ինչքան օգնեց ու հիմա վերջացնենք հիմա տեսեք ինչքան հետաքրքիր է դառնում ուրեմն խնդրում եմ ինձ ասա դու ոնց լեգատոն կդներ ես կդնեի սենց ու ես կնվագեի սենց այսենց ես կնվագեի հետո ու ձեռս կբարձրացնեի ու այստեղ ուժեղ թույլ ձեռս կբարձրացնեի ուժեղ թույլ ու ոնց որ տեսնում եք ես իմ բոլոր լեգատոները նվագում եմ լավ չէր նվագում եմ որպես սենց բոլորը սենց եմ նվագում հիմա համեմատեք սրա հետ կամ սրա հետ ես ասելու բան չունեմ այսինքն մի ճշմարտությունը
տանում է ուրիշ ճշմարտությունների։ Մի վատ բանը, հա, տանում է ավելի վատ բաների։ Տենց է։ Որտեվ եթե ճանապարհից շեղվում ես, վաղը չեմ իսօր դու արդեն գնացիր ընկար ձորը։ Իմ ասածը այդ է։ Տեսեք որտեղից ուր հասանք։ Ու ինչ վերաբերվում է, ասենք, իսկ ուրիշ ձև ոնց կարելի է, ուրիշ շատ ձևեր կա։ Ես հիմա չեմ ուզում շատ դրա մեջ խորանալ, բայց գոնե ասենք իր էլեմենտար ձևով կարելի է, չէ՞ տենց նվագել։ Կարելի է տենց նվագել։ Ստեղ օրինակ ես 8-ը կարելի է իրար հետ միացնել։ Կարելի է միացնել, բայց ես ինչու եմ դա անում։ Ես ինչու եմ այս 4 նոտաները իրար հետ լեգատոյի տակ դնում, որտեվ իրանք ուրիշ ակորդներ են, ես այդ լեգատոյով ցույց եմ տալիս հարմոնիան։ Ասեցի, չէ՞, որ լեգատոն ուրիշ հատկություններ ունի։ Լավ, եկեք եզրափակեմ։ Երկու բաներ եմ ուզում ցույց տամ ու վերջացնեմ, ել եմ ասում, ինչքան խոսամ ես։ Ու գիտեմ, որ դժվար է լինելու սա հավատալը, բայց ես ընդհանրապես չեմ սիրում խոսալ։ Ես ընդհանրապես խոսալ չեմ սիրում։ Բայց ես ինչու եմ խոսում, ինչու եմ այսքան ժամանակ տրամադրում, որտեվ ես ձեզ սիրում եմ, ես ուզում եմ, այսինքն ում եմ սիրում, երիտասարդ, ասել եմ, երիտասարդ հայ երաժիշտ, քո մասին է խոսքը, ես քո համար եմ սա անում, որտեվ ես չգիտեմ, ուրիշով է անելու սա քո համար, ես հուսով եմ, որ մենակ ես չեմ, բայց հələ որ ճիշտ չեմ տեսել, ու ինչքան գնում է, վատանում է վիճակը, նենց որ ես դրա համար եմ անում սա, ես շատախոս չեմ, մանավանդ երաժշտության մասին շատ դժվար է խոսալը, որտեղ ամեն դեպքում երաժշտությունը նվագելու ու լսելու համար է հիմնականում, ոչ թե խոսալու համար։ Բայց, քանի որ մենք երաժիշտներ ենք, մի քիչ իրար հետ տառապենք ու այս տառապանքը վերջացնենք, տենակ ինչ ա լինում։ Ուրեմն, հիշում եք, որ ամենասկզբից ասեցի, այս երկու նոտաների վրա, որ Մոցարտը լեգատոյի նշանը դրել է, ու գիտեմ, որ ասացի, որ ձախ ձեռքի մասին խոսանք, բայց եթե հիմա սրա մասին խոսանք, մի ժամ ծախսելու ենք, մենակ ես արագ սա կամփոփեմ, որ ընդհանրապես երկար լեգատոների մասին, եթե սենց մի հատ շատ արագ օրենք ասեմ, եթե մտածեք, որ առաջին նոտան պետքա լինի ուժեղ ու վերջին նոտան պետքա լինի թույլը, արդեն դուք լավ վիճակի մեջ եք։ Ու հիշում եք ասեցի երկարացնելու մասին։ Հա, այս դեպքում է օրինակ կարող եք սենց երկարացնել։ Կարող եք մտածեք, որ առաջին նոտան 1/4 է։ Այսինքն ոչ թե սենց, այլ դա շատ լավ ձև է, որովհետև դուք ստանում եք արդեն երկու ձայն տենց։ Ու տենց էլ պետքա նվագվի, դա ասենք դե իմ կարծիքը չի, հիմա էլ եմ ասում շատ չխորանանք, բայց եթե գանք երկու նոտաների վերաբերյալ հարցին, երկար նոտա, կարճ նոտա։ Ու ասացի, որ երկարը ուժեղ է, կարճը թույլ է, նենց որ ինչու չէ որ։ Իսկ ստեղ տեսեք հիմա հակառակն է կատարվում։ Ստեղ լրիվ հակառակն է կատարվում։ Կարճ նոտա, կարճ ու երկար նոտա, որը պետքա լինի թույլ։ Ու եթե առաջի դեպքում ինձ այդքան պետք չլինի, կոնկրետ ինձ պետք չէ այդ լեգատոն, որ ես տենց նվագեմ, որտեղ ես արդեն այնքան եմ սենց երաժշտություններ նվագել, ես հասկանում եմ իր բառապաշարը, հա, իր ոնց որ ասած ակցենտը հասկանում եմ։ Ռիթմը հասկանում եմ այդ բարբառի, սենց ասած։ Ստեղ էլ ինձ պետք չէ գա։ Հիմա գլուխս չեմ գովում, ստեղ էլ ինձ պետք չէ գա, որտեղ ես հարմոնիան եմ հասկանում, որտեղ հարմոնիան ինչ առումով, եթե վերցնենք այս ակորդները, այսենց էլի, այսենց, սրանք բոլորը ակորդներ են, եթե վերցնենք օրինակ առաջինը, այդ մին, այդ ակորդի մեջ չի։ Ռեն ակորդի մեջ է։ Ես հասկանում եմ, որ լյան էլի մեր համար պրոբլեմա ստեղծելու, որտեվ 7-րդն է, բայց ամեն դեպքում մին բացարձակ ստեղ չի պատկանում։ Այսինքն ինքը լարվածություն է, որ պետքա թուլանա։ Այսինքն էլի ինձ պետք չի դա, չէ՞։ Ու ինչու եմ սա ասում, ինչու եմ սա շեշտում, որտեվ Բախը սենց բաներ չի գրի։ Կան տեղեր, որ գրել է, օրինակ։ Հա, այդտեղ օրինակ գրել է, բայց շատ անգամ չի գրել, որտեղ ինքը մտածում է, իհարկե մենք հասկանում ենք, բայց 100 տարի հետո Մոցարտը գրում է, ինչու է գրում, որտեղ Մոցարտը հիմար է, չէ, երևի իր երաժշտությունները նվագողները, ասենց ասեմ,
Երևի արդեն այդքան չեն հասկանում, ինչքան բախի ժամանակ։ Էդ էլ ձեզ էվոլյուցիայի թեորիան։ Մենք աշկից ավելի չենք խելոքանում։ Կարճ ասած, իմ ասածը ի՞նչ է։ Էլի մեր օրենքը, եթե ստեղ մենք կիրառենք, տեսնալու ենք, որ նորից մեր համար շատ լավ է ամեն ինչ, որովհետև եթե դա չկիրառենք, ուղղակի նայենք սրան որպես միացում, այս երկու նոտաները միացնում ենք, ու քանի որ վերջին նոտան էլ ուժեղ է, այսինքն ուժեղ չի, 3 անգամ իր քաշով ավելի մեծ է, գրավիտացիոն ավելի ուժ ունի, ավելի իներտ է, սենց ասեմ, ուրեմն սենց ենք նվագում։ Մանավանդ եթե նվագում ենք 2-1, 2-1, 2-1, մեկով լավ խփեք, հա։ Ահա որա, ճիշտն ասած, ես դա այդքան չեմ լսում, ես ավելի շատ լսում եմ սա։ Բոլորը իրար միացրած։ Չէ, լավ միտք է, որ կիրառենք նույն իմ խորհուրդները առաջվա։ Ինչով վերջացնենք ստե։ Մեկը լավ է։ 2 3 2 3 2 3 2 3 2 Կամ 5 4 2 5 4 2 Շատ սիրուն է ստեղ, որտեվ կարճ երկար ու բարձանում ենք վերև, կարճ երկար ու երկար կարճ ինքը ոնց որ ինադու այդ կարճերն ա գրել, որ ես սա մեր սիրտը մտնի ու մի բան էլ ասեմ, որ քանի որ այսքան դինամիկայի մասին խոսացինք, ոնց որ հասկանում եք, լեգատոն ավելի շատ դինամիկայի նշան է այս ամեն ինչը local, այսինքն local ասելով տեղական պրոբլեմ է, էլի, որ պետք է լուծվի։ Ինչի մասին է խոսքը։ Սրանց մասին է խոսքը, այս սրանց մասին է խոսքը։ Սրանք տեղական է, իսկ սա global մենք սա ենք անում։ Այսինքն մենք էլի կարող է նվագենք ուժեղ, բայց մենք նվագում ենք թույլ, ուժեղ, ավելի ուժեղ գագաթնակետը։ Իսկում է իրար հասկացանք։ Ու սրա ասենք ornamented վերսիան, ոնց ասեմ հայերեն, իմպրովիզացիան, հա, սենց ասեմ, ճիշտ ասած դա չի ուզում ցույց տալ, կներեք, այստեղ մենք ունենք մի հատ էլ լեգատո, որը նշանակում է սա, ու դա ինչու է պրոբլեմատիկ, որտեվ նորից, եթե ցույց տամ, մեկ ուժեղ, 2 ավելի թույլ, 3 ավելի թույլ, ամեն դեպքում տեսնում եք, ոչ մեկն է այդ լիան, ոչ էլ երկուսն է, ինքը այդ ամենաթույլ մասն է մեկի։ Այսինքն շատ անգամներ մենք կարող ենք մտածենք, մենք պետք է նվագենք սենց էլի։ Չէ, առաջին նոտան պետք է հնչի, որտեվ ինքը առաջին նոտան է լեգատոյի, ինչքան էլ որ ինքը թույլ մասում է։ Ու ինքը բարձր նոտա է։ Ու մի հատ էլ ստեղ։ Ու իմ ասածը ինչ է, որ երբ որ դրա իմպրովիզացիան ենք լսում, որ այստեղ է։ Նույն բանն է, նույն ձևն է, այսինքն ստեղ մենք արդեն այդ global legato-ն չունենք, այս որ 3 նոտային միացնի 1 2 3 ճիշտ եմ նշել, չէ՞, բայց էլի նույն բանն է։ Նույն ձևի պետք է մենք իրան ու միգուցե կարելի է նույնիսկ ասել Մոցարտը չի գրել, որտեվ ինքը միգուցե սա է ուզել, բայց ոնց որ ասեցի, Մոցարտը ընդհանրապես լեգատոների վրա, ասես լեգատոների գրելու հատկություն դեռ որ չեմ տեսել, կոնկրետ էս սանատայի մասին խոսամ, բայց սա ինչն է կարևոր։ Էլի նորից, եթե նայենք էս բջիջին, որը ինքը իրան կրկնօրինակում է, ոնց պետք է նվագենք։ Եթե դուք չեք հասկանում լեգատոն, սրանով կեզրափակեմ։ Էլ չեմ խոսալու։ Չնայած շատ կուզեի, ախր շատ կուզեի սրա մասին խոսալ։ Շատ կուզեի, բայց չեմ խոսա։ Դուք արդեն հասկանում եք, թե ես ինչ եմ ստեղ նշում։ Բայց եթե մենք չենք հասկանում, որ լեգատոն, գոնե 2 նոտայի լեգատոյի մասին գոնե ինձ խնդրում եմ հավատացեք։ Ձեր համար լավ է լինելու։ Գոնե փորձեք։ Նույնիսկ եթե սենց վիճակը ո՞րն է։
Ինչ վիճակի մասին է խոսքը։ Վիճակը էս է, որ էլի նորից մտածելու եք, որ բայց մի րոպե ախր ես դա չեմ կարող անեմ, դու սխալ ես, որովհետև սա առաջին բախումն է, տղա ջան, սա էլ երկրորդ բախումն է։ Ու դու ինձ ուզում ես ասես, որ ես սա ավելի ուժեղ նվագեմ, քան թե սա, հա? Դու ուզում ես, որ ես սա ավելի թույլ նվագեմ։ Հա, ես դա եմ ուզում։ Այսինքն ճիշտն ասած, չէ, ես դա չեմ ուզում։ Մոցարտն է դա ուզում։ Ու եթե դու դրա այդ խնդիր ունես, արդեն երրորդ անգամ եմ, չէ՞ ասելու։ Գնա ուրիշ բան արա։ Լուրջ եմ ասում, գնա ուրիշ բանով զբաղվի։ Ես հաստատ ինձ թվում է բոլորիս համար ավելի լավ կլինի, որովհետև դու կամ արհամարող մարդ ես գիտությանը, որը լավ բան չի, կամ էլ քեզ թվում է, որ դու Մոցարտից խելացի ես, որը էլի լավ բան չի։ Նենց որ եթե ես չհասկանամ, որ լեգատոն նշանակում է, որ վերջին նոտան պետք է թույլ լինի, առաջինը ուժեղ, ես նվագելու եմ սենց։ Նույնիսկ կարող է տենց էլ մատներ ընտրեմ կոնկրետ 2-3-1, 2-3-1, որ ինչքան հնարավոր է ուժեղ նվագեմ։ Ես ձեզ հարց եմ տալի, ձեր դուրը սա գալիս է։ Ձեզ դուր է գալիս է։ Եթե ձեր դուրը դա գալիս է, ուրեմն ձեր ճաշակը փոխեք, որովհետև ձեր ճաշակը սխալ է։ Դուք այնքան վատ երաժշտություն եք լսել, կամ էլ վատ կատարումներ, որ դուք ձեր ճաշակը պետքա փոխեք, որովհետև դա ծիծաղալու է։ Դա է ճիշտը։ Դա է ճիշտը, ու դա ոչ միայն ճիշտ է հնչում, դա իմ ֆիզիկապես ես ինձ լավ եմ զգում։ Հիմա կարող ասեք, բայց դա ինչ կապ ունի։ Դա կապ ունի, որովհետև Մոցարտը մարդ է եղել, ոչ թե կոմպյուտեր։ AI-ը չի գրես սա։ Ինքը ոնց որ ես իրան մոտիկանում եմ այդ առումով, որովհետև ես մարդ եմ, ինքն էլ է մարդ, ես 10 մատ ունեմ, ինքն էլ 10 մատ ունի, հետո ինչ որ ես իրան նույն, ասենք, կլավեսինը չեմ նվագում, բայց այդ առումով մոտիկանում եմ։ Ու քանի որ ինքը նույն բջիջն է, ինչքանով է որ տարբեր նոտաները, նույնպես եմ ասում, ընտրեք մի ֆիգուրացիա, օրինակ։ Ամեն ինչ ջնջեմ։ Վատ միտք չեմ ասում, 3, 4, 2։ Ինչու՞, որտեվ 3-ը ուժեղ է, 4-ը ամենաթույլն է ու 2-ը ավելի թույլ է, հա, ասենք 3-ից։ Ուժեղ, թույլ ու թույլով կարող ենք վերջացնենք։ Ու այդ այս վերջին նոտան, ճիշտն ասած, ավելի շատ սրան է նման։ Հիմա կարող ասեք, բա ինչու Մոցարտը սա չի արել, որովհետև Մոցարտը կյանք ունի, որ ինքը պետքա գնա իր կոֆեն խմի, իր անգերների հետ նստի խոսա, ուրիշ երաժշտություն գրի։ Պլյուս դրան ինքը մտածում է, որ դու արդեն գիտես, թե լեգատոնը ինչ է նշանակում։ Դու գիտես, որ վերջին նոտան այդքան երկար չի լինելու։ Ես չեմ ասում միշտ, ել եմ ասում կան բացառություններ, բայց տեսնում եք, այս օրենքները ինչքան են մեզ օգնում, հա, երևի ինձ չեմ կարողանում զսպեմ։ Ստեղ ինչ է նշանակում։ Նշանակում է սա, նշանակում է սա, նշանակում է սա, նշանակում է սա, ու սա, ու սա, ու սա, ու սրանք բոլորը նույնիսկ այստեղ ինքը չի դրել, բայց նույն բանն է։ Այսինքն ես եթե սա նվագեմ ու ամեն ինչ իրար հետ միացնեմ, դարձնեմ իրան մի հատ սուպ, ել չեմ ասում մի հատ էլ պեդալով, չէ։ Դա դանդաղը, մի հատ լսեք, դանդաղը, բարձր, ցածր, նույնիսկ երբ որ բարձրանում եմ, սա շատ էլեգանտ ձև է նվագելու։ Ես հասկանում եմ, որ սա կարելի անել, բայց ախր այս մարդը դա չի գրել։ Բայց դա հնարավոր է արագ նվագել, հա, հնարավոր է։ Մա չեմ կարողանա նվագեմ, չէ՞։ Այն մյուսն էլ է հնարավոր, ուղղակի վատ է հնչում։ Կամ նույնիսկ եթե դուք ավելի արագ նվագեք, չի օգնելու։ Բայց ես անպայման չի որ արագ նվագեմ, որովհետև ես ունեմ խարակտեր, իմ ամեն նոտան հնչելու է, որովհետև ամեն ինչ իր ձևը ունի։ Որովհետև ես նվագում եմ ինչ-որ էս մարդն է գրել։
ու ես լսում եմ, ես հասկանում եմ, որ իմ բոլոր նվագածները իրար բացարձակ հավասար չեն։ Ես գիտեմ, որ ես sense չեմ նվագում։ Որտեվ ես չեմ ուզում տենց նվագեմ։ Իսկ ինչու դա դու չես ուզում նվագես։ Որտեվ Մոցարտը չի ուզում դա, բայց դու ոնց գիտես։ Որտեվ ես գիտեմ լեգատոն ինչ է նշանակում։ Մի րոպե, դու ինձ ուզում ես ասես, որ լեգատոն նշանակում է նաև, ասենք, այս դեպքում, քանի որ ձեռքը պետքա բարձրանա, այս վերջին նոտան միգուցե մի քիչ ավելի այս կողմ բերել, հա, հասկանում եք, չէ՞, ինչքան է բարդանում գործը։ Ինչ ասեմ, ստեղ ես վերջացնում եմ։ Ես մենակ մի հատ խնդրանք ունեմ։ Ես այսքան էներգիա եմ դնում, այսքան խոսում եմ, այսքան, հա, մենակ մի հատ խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, իմ ասածների մասին մտածեք, թե դուք ինչ եզրակացության կգաք, արդեն ինձ ճիշտն ասած այդքան չի հետաքրքրում, որովհետև եթե դուք լուրջ ընդունեք, ես գիտեմ, որ ինչ եզրակացություն էլ որ լինի դա ազնիվ է լինելու ու մեկը եթե այսօր այս եզրակացությանը գաք, վաղ չեմ իսօր այս մտածելակերպով եթե շարունակվեք, մեկը գալու եք ճշմարտությանը։ Բայց խնդրում եմ հարմարավետությանը մի ձգտեք, որ հարմար լինի ձեր համար։ Միացնես արագ պատմություն ու վերջ։ Ժամանակը թռնում է։ Ուրեմն մեկը գնում է մեծ երաժիշտի մոտ, Կլաուդիո Արաու, դաշնակահար, ինտերվյու վերցնելու։ Միսթր Արաուն նստում է իր տանը, շատ մեծ տուն ունի, շատ գեղեցիկ տուն, շատ թանկարժեք իրեր, ու ժամերով ինտերվյուն անցնում է, ու ինտերվյու տվողը ժուրնալիստը վերջը չի դիմանում, ասում է չեմ դիմանում, հարցնում եմ Արաուին, կներեք, Միսթր Արաու, իսկ դուք ինչու եք նստում ձեր տան ամենաանհարմար աթոռի վրա։ Արաուն ինչ է ասում։ Արաուն ասում է շատ հարմար լինելը կյանքում լավ բան չի։ Բեթհովենին մի անգամ հարցնում են, մի հատ էլ պատմություն, Բեթհովենին մի անգամ հարցնում են։ Մայստրո, ինչու ձեր երաժշտությունը այդքան բարդ է նվագելը։ Բեթհովենը ասում է, որովհետև բարդը լավ է։ Ու մի քիչ հետո նորից հարցը պնդում, նույն, ասենք, բանը ուզենալով ապացուցել, հարցնում է հարց տվողը, բայց ինչու է դժվարությունը լավ։ Բեթհովենը ինչ ասում։ Որովհետև դժվարությունը մեզ ասում է ճշմարտությունը, որովհետև կյանքը դժվար է։ Հենց որ ես ուզում եմ, որ դուք ապրեք ճշմարտության մեջ, եթե ես ինչ-որ բանում ստեղ սխալ եմ, ես շատ սիրով կուղղվեմ, որովհետև իմ նպատակն էլ է դա, ես ինչ-որ կատարելագործված չեմ, ինչ-որ չեմ հասել իմ 100%-անոց գագաթնակետին, բայց ես նույնիսկ հենց հիմա նայում եմ նոտաներին ու ինձ զսպում եմ, որովհետև այնքան բաներ կա ստեղ ասելու, այնքան բաներ կա ասելու։ Բայց ես դες sense մի հատ հարց կտամ ու կթողնեմ գնաք։ Օրինակ այստեղ, այս լեգատոները որ դրված է։ Խնդրում եմ ինձ ասեք, ինչու է Մոցարտը դրել լեգատո վերևում, հետո չի խնայել ջանք, լեգատո ներքևում ու նորից չի խնայել ջանք, սա արդեն շատ պարզ է, էլի արդեն որ այդ երկուսը կան, մի հատ էլ ստեղ, ինչու այս մարդը սա արել։ Այն դեպքում, երբ որ կան նոտաներ, օրինակ ստեղ, որ ինքը մի անգամ լեգատոն դնում է ու արդեն ասում է դե в общем հասկացաք էլի։ Ինչու։ Ինչից է ինքը մեզ ուզում փրկի։ Վերջացնում եմ ես։ Կտեսնվենք մյուս անգամ։